Ողջույն ընկերներ, այսօր ունենք պրակտիկա կանանց համար, այն նախատեսված է ցիկլի ցավերը մեղմելու համար, եթե ունենում եք մենստրուալ ցիկլի ընթացքում որոշակի անհարմարություններ և ցավեր, կարծում եմ այս պրակտիկան ձեր համար կլինի օգտակար։ Խնդրում եմ ձեզ մոտ ունեցեք գոտի, ցանկացած գոտի և ունեցեք ծածկոց, որը կարելի է մի քանի շերտով ծալել կամ այսպիսի փոքրիկ բարձ։ Առաջին հերթին բարձը դնում ենք հատակի և նստելու ենք բարձի ծայրով։ Նստեք հարմարավետ, ոտքերը պահեք խաչված, ձեռքերը ձեր հասցրերին, ափերով դեպի վեր։ Հիմա պտտեք ձեր ուսերը հետ ու ներքև, ուղղեք ողնաշարը և գլխի գագաթով ձգվում ենք դեպի վեր։ Փակեք ձեր աչքերը, ընդամենը մի քանի ակնթարթ փակեք ձեր աչքերը։ Բերեք ուշադրությունը դեպի ձեր շնչառությունը։ Նկատեք ձեր սեփական շունչն ու արտաշունչը։ 1-2 շրջան խորը ներշունչ և արտաշունչ կատարեք։ Որից հետո մեղմորեն բացում ենք աչքերը և սկսում ենք մեր պրակտիկան։ Եվ այսպես։ Այսօր պրակտիկան սկսելու ենք մի փոքր շնչառական վարժանքից։ Աջ ձեռքի բութ մատով թեթևակի փակում ենք մեր աջ քթանցքը։ Փորձեք արմունկը պահել կողք առանց լարվելու և շնչում արտաշնչում ենք միայն ձախ քթանցքով։ Մի քանի շրջան։ Ներշունչը ձախով, արտաշունչը ձախով, ներշունչը ձախով, արտաշունչը ձախով, ևս մեկ անգամ ներշունչ և արտաշունչ։ Ձեռքը իջեցնում ենք ցած, մի քանի ակնթարթ մնացեք այս զգացողությունների հետ, որը առաջացնում է ձախ քթանցքով շնչառությունը։ Եվ ապա երկու ձեռքերով ձգվելու ենք մի լավ դեպի վեր, ձգվեք մաքսիմալ վերև, աջ ձեռքով բռնեք ձախ արմունկից, ձախ ձեռքով աջ արմունկից և շունչ նայում ենք վեր, արտաշունչ նայում ենք պորտի ուղղությամբ։ Եվս երկու անգամ շունչ վերև, արտաշունչ ներքև։ Վերջինը շունչ և արտաշունչ։ Ձեռքերը ուղղեցինք և այստեղից փոխում ենք կողմը։ Առաջինը բռնում ենք աջ ձեռքով ձախ արմունկը, հետո ձախով աջ արմունկը, շունչ վերև, արտաշունչ դեպի պորտը։ Նորից շունչ վերև, արտաշունչ ներքև, շունչ վերև, արտաշունչ ներքև ու վերջինը շունչ և արտաշունչ։ Այստեղից մի լավ ձգվեցինք ձեռքերով վերև և պտույտ ենք անում դեպի աջ։ Ձախ ձեռքը դնում ենք աջ ծնկին կամ ազդրին, աջ ձեռքը պոչուկի մոտ հատակին և մի լավ իրանը պտտում ենք աջ, մնում ենք այստեղ 3-ից 4 շունչ արտաշունչ, հետևեք ձեր շնչառությանը։ Նորից կենտրոն, ձգվեցինք մի լավ վերև ձգվեցինք և պտույտ ենք անում հակառակ կողմ։ Նայում ենք ձախ ուսով հետ։ Պտտեք մի փոքր էլ, եթե տեղ ունեք, քավանդակը պտտեք դեպի ձախ։ Հիմա նորից կենտրոն, ձգվեցինք վերև և արտաշնչով ձեռքերը դնում ենք մեր ծնկներին։ Գնալու ենք փափուկ պտույտներ, գոտկային հատվածով և ամբողջ կոնքի հատվածով, շունչ գալիս ենք առաջ,
արտաշունչ մեջ կկլորացնում ենք հետ։ Նորից շունչ, արտաշունչ, երկու անգամ էլ շունչ, արտաշունչ եւ վերջինը շունչ առաջ, արտաշունչ հետ։ Գնացինք մյուս կողմ։ Ամբողջ process-ում փորձեք զգալ ձեր շնչառությունը որովայնի հատվածում։ Մենք ձգտում ենք որովայնը թողնել թույլ ու հանգիստ եւ իսկապես շնչել որովայնով։ Առանց հատուկ լարվելու։ Ու գալիս ենք կենտրոն եւ թողեցինք հանգիստ։ Հիմա այստեղից խնդրում եմ բարձր դրեք մի կողմ։ Ձեր ուսերի տակ, ծնկները կոնքի տակ։ Եթե ծնկները զգայուն են, կարող եք ծածկոցը լայն բացել եւ դնել ձեր ծնկների տակ։ Շունչ, նայում ենք վերև, շարժումը սկսում է ձեր պոչուկից, արտաշունչ, նայում ենք դեպի պորտը, մեջքը կլորացնում ենք դեպի առաստաղը։ Շունչ, նայում ենք վեր, արտաշունչ, լավ կլորացրեք ձեր մեջքը, նորից շունչ, արտաշունչ, և ևս մեկը շունչ, վերև և արտաշունչ, նայում ենք պորտին։ Հիմա նայեցինք առջև, ծնկները դրեք լայն, բութ մատերը միասին և լավ նստեք հետ, ինչքան կարող եք նստեք, արդեն այ այս կետից երկարացնում ենք մեր ձեռքերը առաջ։ Ուսերը հրում ենք հետ, ձեր նախաբազուկները ակտիվացրեք և ճակատը իջեցնում ենք ցած։ Եթե կարիք կունենանք, ձեր ճակատի տակ խնդրում եմ դրեք ծածկոց կամ բարձ։ Մնացեք այստեղ ձեր շնչառության հետ, մնացեք հանգիստ, շնչեք խորը։ Մնացեք ևս 3 շունչ արտաշունչ։ Եվ դանդաղ գալիս ենք հետ, ծնկները մի փոքր միացրեք իրար, այստեղից բարձը կամ ծածկոցը դնելու ենք ձախ ծնկի տակ և մենք աջ ոտքով քայլանենք առաջ։ Երբ որ մենք աջ ոտքով քայլ ենք անում առաջ, ձգտում ենք, որպեսզի մեր կրունկն ու ծունկը լինեն ուղիղ մեկ գծով։ Ձեռքերը դրեցինք գոտկային հատվածին, մի փոքր կոնք հրում ենք առաջ, ձգտում ենք, որ ծունկը շատ առաջ չընկնի մեր կրունկից, պոչուկը իջեցնում ենք ներքև, սիրտը ձգում ենք վեր, ուսերը տանում ենք հետ և մեր արմունկները մոտեցնում ենք մեջքի հետևում իրար։ Շնչում ենք այստեղ հանգիստ, դունչը դեպի կրծքավանդակ, գլուխը հետ չենք գցում, մնում ենք մեկ, կոնքի վրա փորձեք չընկնել, մեր մոտ զգացողությունը դեպի վերև է, 2, շնչում ենք 3, 4 և 5, հիմա նորից բերեցինք հետ, ձեռքերը դնում ենք հատակին և աջ ոտքը բերում ենք հետ, փոխեցինք, ձախ ոտքը առաջ, աջ ծունկը մնում է ծածկոցին, կոնքը հավասարացնում ենք, ձեռքերի տակ զգացեք, թե ինչքանով է աջ և ձախ կողմերը կոնքի հավասար։ Մի փոքրիկ հրվում ենք առաջ, սիրտը ձգում ենք վերև, ուսերը դեպի հետ, պոչուկը ներքև և արմունկները մոտեցրեք իրար մեջքի հետևում։ Շնչով ձգվում ենք դեպի վեր, ամբողջ կրծքավանդակով։ Ազդրի աջ հատվածը ունենում է լավ երկարացում։ Շնչում ենք 2, 3, հայացքը կարող ենք ձգել վերև, բայց դունչը դեպի կրծքավանդակ, 4
Եվ 5 նորից բերեցինք դեպի հետ ձեռքերը դրեք հատակին։ Բերեցինք հետ։ Հիմա այստեղից նորից աջ ոտքը առաջ։ Մի քանի անգամ դինամիկ շարժումներով արդեն փորձում ենք նստել ավելի խորը։ Գալիս ենք հետ։ 2 Գալիս ենք հետ 3 ձգտում ենք պահել ծունկ կրունկ 1 ուղիղ գիծ կենտրոն 4 ձախ ծունկը սահեցրեք պոչուկը հրեք ներքև ուսերը հետ հիմա մարմինը կառավարելով չենք ընկնում կոնքի վրա այլ զգում ենք դեպի վերև ձգումը ձեռքեր ձգեցինք վերև բռնեք աջ ձեռքով ձախ արմունկից ձախ ձեռքով աջ արմունկից գլուխը դրեք ձեր նախաբազուկներին սրտով ձգվեք վերև իսկ եթե դժվարանում եք այստեղ ձեռքերը պահեք գոտկային հատվածում մնացինք 2 սիրտը ձգում ենք վեր 3 մի փոքր էլ վերև 4 եթե տեղ ունեք հետ ճկվելու մի փոքր կարող ենք ճկվել հետ եւ 5 գալիս ենք կենտրոն ձեռքերը դրեցինք հատակին ձախ կողմից եւ հանգիստ հավաքում ենք ոտքը Մեկ ակնթարթ մնացեք այստեղ, կարգավորեք ձեր շնչառությունը և գնացինք մյուս ոտքը, ձախ ոտքը առաջ, աջ ծունկը հատակին, շունչ, հրվում ենք առաջ, պոչուկը ներքև, արտաշունչ, կոնքը տանում ենք հետ, շունչ, արտաշունչ, ամեն անգամ ունենում ենք զգացողություն, որ մենք մի փոքր ավելի ցած ենք նստում, արտաշունչ և աջ ծունկը սահում է ավելի հետ շունչ, արտաշունչ, հիմա վերջինը, գալիս ենք այստեղ, մի փոքր ավելի ցած, աջ ծունկը սահեցրեք հետ, կոնքը հավասարացրեք ձեռքերով և պոչուկը հրեք ներքև, ձգվեցինք ձեռքերով, ձախ ձեռքով բռնում ենք աջ արմունկից, աջ ձեռքով ձախ արմունկից, Աջ կոնքի ոսկորը չենք բացում, այլ հակառակը ձգտում ենք, որ նայի ոսկորը դեպի առջև։ Հենվեք գլխով ձեր նախաբազուկներին, սրտով ձգվեք վերև, ձգտեք աջ հաճուկային հատվածը լավ երկարաձգել դեպի վերև։ Մնացինք մի քանի շունչ, չենք կախվում կոնքի վրա, ձգտում ենք վեր։ Եվ ամեն արտաշնչով, եթե տեղ ունենք, և ճկվում ենք հետ, և ձգվում ենք վերև։ 4 և 5 արտաշնչով դրեցինք ձեռքերը ցած, հավաքեցինք ոտքը։ Նորից այստեղից ծնկները լայն, ոտք մատերը միասին, եթե կարիք ունեք ճակատի տակ դրեք ձեր ծածկոցը կամ բարձը երկարեք առաջ, ճակատը տեղավորեք հատակին, բարձին կամ ծածկոցին։ Մնացեք ձեր սեփական շնչառության հետ, նկատեք ձեր մարմնի թուլացումը այստեղ։ Եվս 2 շունչ, հիմա շնչով նայեցինք առջև, ձեռքերը բերեցինք դեպի մեզ և ծնկները մոտեցրեցինք։ Դրեք բարձր հատակին, վերցրեք ձեր գոտին և նստեք նորից բարձի ծայրով։ Այստեղից ոտքերը ուղղելու ենք առաջ, նստում ենք բարձի ծայրին, ձեռքերը հատակին, գլխի գագաթով մի լավ ձգվում ենք վեր։ Ջանու շիրշասանը դիրքը կկատարենք, ծալում ենք մեր աջ ոտքը, ոտնաթաթի արտաքին էջը դնում ենք հատակին, ոտնաթաթի տակը սեղմում է մեր ազդրի ներսի հատվածը և ձգտում ենք ծունկը իջացնել ցած։ Գոտին անցկացրեցինք ձախ ոտնաթաթից, բռնում ենք երկու ձեռքերով, խնդրում եմ մի բռնեք միանգամից
իրար հետ, այլ բռնեք երկու ձեռքերով եւ փորձեք մի փոքր արմունկներ տարածել կողք, գլխի գագաթով ձգվել վերև։ Իրանը 90 աստիճան, ուսերը ներքև, փորձում ենք մի լավ ուղղել մեր մեջքը, մի լավ ուղղել։ Եթե տեղ ունեք առաջ գնալու, ծալվելով աճուկային հատվածից, կրծքավանդակը վերև ձգելով մի փոքր էլ ընկնում առաջ։ Ձեր գոտկային հատվածը պահեք երկարացման մեջ։ Գոտկատեղը ոչ մի կորություն հնարավորինս պետք է չունենա։ Մնում ենք շնչենք, ուսերը հետ երթա առաջ, գլխի գագաթը վերև։ Ովքեր ավելի ճկուն են եւ ունեն ավելի շատ հնարավորություն, ծալեք արմունկները կողք, ձեր որովայնը դնելով ձեր ազդրին, ծալվեք առաջ եւ ամենավերջում ճակատը դրեք ձեր սրունքին։ Մնացինք մի քանի շունչ։ Նույն շունչ գալիս ենք կենտրոն, հանեցինք գոտին եւ փոխեցինք կողմը։ Ձախ ոտքը ծալեք, ոտքի տակը, ոտնաթաթի տակը սեղմում ենք աջ ազդրի եւ գոտին անցկացրեցինք մեր աջ ոտքից։ Լավ ուսերը հրեք հետ, գլխի գագաթով ձգվեք վերև, մեջքը 90 աստիճան եւ այստեղից հետս հետ է, ինչքան որ տեղ ունենք, ծալվում ենք առաջ, սիրտը պահելով ակտիվ, կրծքավանդակը վերև, ուսերը հետ, նորից գլխի գագաթով երկարեք լավ դեպի վերև, դունչը դեպի կրծքավանդակ։ Ովքեր ունեն հնարավորություն, որովայնը դնում ենք ազդրին եւ նոր ճակատը իջեցնում ենք ցած։ Մնացինք եւս մի քանի շունչ արտաշունչ։ Նույն շունչ գալիս է կենտրոն, արտաշունչ թողեցինք, հավաքեցինք ոտքը։ Այստեղից աջ ոտքը բացելու ենք լայն, ձախ ոտքը ծալելու ենք ներս, արդեն մեր անկյունը ոտքերի բակային լայն է։ Եվ նորից գոտին անցկացնում ենք աջ ոտնաթաթից, արդեն բռնում ենք միայն աջ ձեռքով խորքից եւ փոխանցում ենք մեջքի հետևով մեր ձախ ձեռքին։ Կրծքավանդակը պտտեք դեպի ձախ, լավ պտտեք դեպի ձախ, ձեր աջ ձեռքով փորձեք հասնել ոտնաթաթին, եթե այո, բռնեցինք ոտնաթաթից, եթե ոչ, բռնում ենք գոտուց։ Եվ գլխի գագաթով ձգվելով վերև, պտտում ենք մեր կրծքավանդակը դեպի ձախ։ Իրանը մի լավ երկարացրեք, ինչքան որ տեղ ունեք, դեպի վերև։ Ոչուկը իջեցնում ենք դեպի հատակը եւ սկսում ենք պտտել մեզ։ Մնացինք շնչենք, 1, 2, 3, 4, 5, նորից գալիս ենք կենտրոն, փոխեցինք կողմը, աջ ոտքը դեպի ներս, ձախ ոտքը բացեցինք կողք։ Նորից անցկացրեք գոտին եւ փոխացեք մեջքի հետևով ձեր աջ ձեռքին։ Ձախ ձեռքով երկարեք մի լավ։ Եթե հասնում ենք, բռնում ենք ոտնաթաթից, եթե ոչ գոտուց։ Եվ կրծքավանդակը պտտում ենք աջ։ Գլխի գագաթով ձգվեք վերև։ Մի փոքր էլ պտտեք կրծքավանդակը, մի փոքր էլ պտտեք աջ ուսը հետ։ Նորից կենտրոն եւ արտաշնչով թողեցինք։
Դրեք գոտին մի կողմ, ոտքերը թիթեռնիկ դիրքով միացրեք ոտնաթաթի տակերը իրար, նստեք ձեր բարձի ծայրին և ձգտեք բռնել ոտնաթաթերից։ Այստեղից կրծքավանդակը մի լավ բացելով, կենտրոնից մի փոքր կթափահարենք ոտքերը։ Ուսերը տանում ենք հետ, ինչքան հնարավոր է ձեր կրծքավանդակը պահեք ավելի առաջ և բաց։ Հիմա մնացեք անշարժ, մի քանի ակնթարթ, 5 շունչ արտաշունչ մնացեք այստեղ, կարող եք փակել ձեր աչքերը և ձգտել ներսից պատկերացնել ձեր մարմնի գծերը։ Շնչառությունը որովայնի հատվածում։ Թույլ թողեք ձեր որովայնը և ամեն արտաշնչով կզգաք, թե ինչպես են աճուկները ավելի ու ավելի փափկում։ Ձգտեք կատարել այս դիրքը նույնիսկ ձեր մենստրուալ ցիկլի օրերին։ Ընդհանրապես ամբողջ շարքը կարող եք կատարել հենց ցիկլի օրերին։ Իսկ եթե այդ օրերին ձեզ հարմար չէ և կոմֆորտ չէ կատարել այս դիրքերը, ուրեմն ձգտեք այս անել մինչև ցիկլի սկսելը։ Արտաշնչով արմունկները ծալում ենք կողք և ինչքան որ կարող եք գալ առաջ, ձեր կրծքավանդակը ավելի առաջ երկարացնելով, թեկուզ մի փոքր ծալվում ենք առաջ, ձգտեք պորտով երկարել դեպի ոտնաթաթերը։ Նորից շունչ գալիս ենք հետ և ծնկները մոտեցրեցինք իրար։ Հրաշալի։ Եվ մեր վերջին դիրքը բարձր դնում ենք մեջքի հետևում երկարությամբ։ Եթե ձեզ մոտ ծածկոց է, ուղղակի ծալեք ծածկոցը մի քանի տակ, որպեսզի ունենանք մի փոքրիկ բարձրություն։ Մենք մնալու ենք նստած հատակին, ձեռքերը կդնենք ներքևում և ամբողջ մեջքը տեղավորելով բարձի վրա։ Եթե այն կարճ, ուրեմն մի փոքրիկ ցած պառկեք, որպեսզի ձեր գլուխը լինի բարձրության վրա։ Թիակների հատվածը և գլուխը լինեն բարձրության վրա։ Ոտքերը նորից կդնենք թիթեռնիկով, աջ ձեռքով բռնեք ձախ արմունկից, ձախ ձեռքով աջ արմունկից։ Ձեռքերը ձեր գլխի հետևում։ Մնալու ենք այստեղ։ Նորից զգանք մեր շնչառությունը դիրքի մեջ։ Փորձեք մաքսիմալ հանգստանալ այստեղ, թուլանալ։ Միայն շնչել և արտաշնչել։ Թուլացրեք ձեր ճակատը, դեմքը։ Ձեր ձեռքերը հենց վերևում փոխեք հանգույցը, որ ձեռքը վերևում էր, հիմա իջեցնում ենք ցած և նորից տանում ենք գլխից հետ։ Մնում ենք ևս 5 շունչ արտաշունչ։ Ձեռքերը մարմնի կողքերով իջեցնում ենք ցած, ոտքերը միացնում ենք իրար, պտտվեք աջ կողմի վրա և հենվելով ձեր ձեռքին նստեք նորից հարմարավետ։ Շփեք ձեռքի ափերը, մի լավ տաքացրեք, գրկեք դեպրես, տեղացեք ձեր մարմնին, որտեղ որ կարիք ունեք։ Նամաստե։ Բոլորին օրվա լավ շարունակություն։